սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վետայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, երազներ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է, կարող եք այցելել, եթե չեք կարող այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղիետերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Facebook-յան ալիքներում, Одноклассникում, TikTok-յան ալիքներում, Telegram-ում, Կոնտակտում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդտեղ ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, շատ տեղեկատվություն կա, կանխատեսումներ, ծիսակարգեր, հմայախոսություններ, որոնք որ ես գիտեմ, ձեզ ձեր ամբողջ կյանքի ընթացքում անհրաժեշտ կլինի։ Ինչի մասին եմ այժմ ուզում սիրելիներս ձեր հետ խոսել։ Ուղղակի, ինչպես գիտեք, այս վերջերս Հայաստանում շատ տարօրինակ դեպք տեղի ունեցավ, երբ Գավառից այդ կինը իր երեխաների հանդեպ այդ սեռական հոգեբանական ոդուցություններ կատարել, նկարել էր և այդ նկարները գցել էր սոցիալական ցանցեր, ճիշտ է իր կատարած գործողության համար պետական մարմինները, իրավական մարմինները իրենք աշխատում են, իրենց գործողությունը, իրենց օրենքի հնարավորության սահմաններում կատարում են։ Ուղղակի ես ցանկանում եմ այժմ խոսել, թե ինչն է պատճառը, որ մարդուն դրդում է այդ էներգետիկային, որ մարդուն դրդում է նման գործողություններ կատարել։ Ես խոսելու եմ ոչ թե այդ գործողության իրավական դաշտի մասին, այլ հոգեբանական, նաև էներգետիկ դաշտի մասին։ Ինչն է դրդում, որ նման մարդը և հայրը և մայրը նման գործողություններ են կատարում։ Ընդհանրապես սիրելիներս, էքստրասենսների, պայծառատեսների մոտ այսպիսի դարձվածք կա, որ մարդու ազգի վրա կա շնացման էներգետիկա, շնացման անեծք, և այդ ազգի մեջ լինում է նման իրավիճակներ, հայրը բռնաբարում է իր երեխային, տղան իր քրոջը, հայրը իր եղբայրը իր քրոջը, աղջիկինը իր երեխայի հետ է քնում, սեռական հարաբերություն ունենում, քուրը եղբոր հետ է ամուսնանում, քուրը եղբոր հետ է սեռական հարաբերություն ունենում, և դա շատ տարօրինակ է։ Մարդկա ընդհանրապես կենտրոնական աշխարհում նույնպես նման բան չկա։ Ինչի համար են էքստրասենսները, պայծառատեսները դա համարում շնական էներգետիկա, որովհետև միայն շների մոտ է, որ այնտեղ ազգակցական հարաբերությունը կապ չունի քուր, աղբեր, մոտ հարազատ, մոտ բարեկամ, դա կապ չունի։ Մենակ շների մոտ է, որ այդ սեռական տարօրինակ կապը կա։ Կենտրոնական մյուս աշխարհի մեջ, եթե որձը հասունանում է, այդ որձը այլուց որձը հեռանում է, գայլ որձը հեռանում է, ինքը իր սեռական հարաբերությունը ուրիշ ոմագի մեջ է մտցնում, իր ներքին ոմագի մեջ իրենք սեռական հարաբերություն չեն ունենում։ Կենտրոնական աշխարհում, անասնական աշխարհի մեջ նույնիսկ չկա նման իրավիճակ, որ զավակը ծնողի հետ լինի, ծնողը զավակի հետ լինի, քուրը եղբոր հետ լինի, եղբայրը քրոջ հետ։ Միայն շների մեջ են, որ դրա համար որ մարդը անապանարական բարով կյանք է վարում, մեզանից շատերը ասում են, որ շուն լինի, որովհետև միայն շունն է նման իրավիճակով ապրում։ Մյուս կենդանիների մեջ նման իրավիճակ չկա։ Եթե դուք ուսումնասիրեք իրոք կենտրոնական աշխարհը, իրենց ավելի լավ են պահում, քան նման տիպի մարդիկ։ Մեծ ահասարսորով եմ ապրում, երբ որ տեսնում եմ, որ
այդ հայրը իր երեխաներին բեռնաբարել է, անկախ նրանից դա իր երեխան է, թե իր կնոջ, երկրորդ կնոջ երեխան է, տարօրինակ է, երբ որ այդ կինը նման գործողություններ է կատարում, դա ոչ թե միայն այդ միայն գործողությունն է, այլ ընդհակառակը, դա սիստեմատիկ հնարավոր է, որ իրենք ամուսիններով այդ գործողությունը կատարել են և նկարել են։ Այդ մարդկանց հոգեբանական վիճակը ցածր է նույնիսկ կենտրոնական վիճակից, շան էներգետիկայից ցածր է։ Պատճառը հիմնականում սիրելիներս այն է, որ մարդկանց ազգի վրա կա շնացման էներգետիկա։ Շատ դեպքերում իմ կյանքի մեջ լինում են մարդիկ, որ գրում են առանց ասենք իրենց դեմքը բացահայտելու, առանց իրենց անուն ազգանունը բացահայտելու, որ մենք տարօրինակ հակումներ ունենք մեր մայրիկի հանդեպ, մենք տարօրինակ հակումներ ունենք մեր քույրիկի հանդեպ, մեր եղբոր հանդեպ, մեր հայրիկի հանդեպ, այո, մարդիկ կիսվում են։ Գիտեք ինչ, դա գալիս է հենց այդ անեծքից, որ կա այդ ազգի մեջ։ Եթե ազգի մեջ արունը արունի հետ խառնվում է, այդ անեծքը նույնպես մտնում է։ Գիտեք ինչ, շատ դեպքերում մարդիկ հորեղբոր աղջիկ ամուսնանում, հորեղբոր տղայի հետ, դա մեղք է։ Աստվածաշունչը ասում է, որ պետք է անպայման այդ հարազատների մեջ 7 սերունդ անցնի, որ դուք ամուսնանաք, որովհետև դա է ճիշտը, որովհետև արունը դենկան ինքը պետք է փոխվի, պետք է մաքուր արուն լինի, որ այդ մարդիկ իրար հետ ամուսնանան։ Մեր ժողովուրդը դա չեն պաշտպանում։ Դրա պատճառով երեխաները նայում ես հետամնաց են, մտավոր հետամնաց են, նույնիսկ մեր գյուղերում, որ մտնում ես, որտեղ որ հարազատների մոտ ամուսնություն կա, մեր հայ ազգի մեջ կա, մոտ հարազատներ իրար հետ ամուսնանում են, նման մարդիկ երեխա չեն ունենում, նման մարդիկ երեխաները հանում են, նման մարդկանց երեխաները մտավոր հետամնացներ են, գենետիկորեն ինչ-որ խնդիրներ, հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ են։ Հիմնականում այդ շնացման անեծքը գալիս է այն դեպքում, երբ որ ազգի մեջ տեղի է ունեցել այրան միաձում, ինձ տետակոշվում, երբ որ արունը քուրա եղբոր հետ է քնում, եղբայրը քրոջ հետ, հայրը աղջկա հետ, մայրը տղայի հետ, դա այրան խառնվել է։ Այստեղ պարտադիր չէ, որ ինչ-որ մեկը ձեզ անիծի, սիրելիներս, դուք ինքներդ եք ձեր ազգի վրա նման կատարված գործողությունով բերում այդ անեծքը։ Շատ մարդիկ կան, հազարավոր մարդիկ, ովքեր որ ինձ գրում են, ինչ անենք, մեր մտքերը անընդհատ պտտվում է այս ուղղությամբ։ Այդ մարդիկ արդեն հոգեբանական խնդիրներ ունեն, իրենք չեն կարողանում իրենց սեռական կյանքը դասավորել, իրենք չեն կարողանում իրենց անձնական կյանքը դասավորել։ Դրա համար պետք է այդ մարդկանց անպայման մաքրման գործողություն կատարվի, ազգի վրայի այդ շնացման անեծքը մաքրվի, որ այդ մարդիկ կարողանան լիարժեք ապրել։ Իհարկե նման մարդկանց հետ ոչ միայն պայծառատեսը, էքստրասենսը պետք է աշխատի իր բիոէներգետիկ դաշտով մաքրման գործողություններ կատարելու, նաև հոգեբանները պետք է աշխատեն, բայց Հայաստանում հոգեբաններն իրենց գործողությունը չեն կատարում։ Հենց միայն այդ դրվագում, որ հոգեբանները նստել են, քնել են, չեն հետևել, երբ որ տան մեջ է երկու երեխա, աղջիկ երեխա բռնաբարված է, իրենք ոչ մի բան չեն հետաքրքրել, իրենք քնել են, ինչ-որ մի հատ թղթի վրա գրանցել են, որ նման բան է եղել ու բաց են թողել այդ ընտանիքը հսկողությունից։ Դա էլ հենց հոգեբանների բաց թողնելու վիճակն է։ Շատ կան նման իրավիճակներ, սիրելի ազգի ներկայացուցիչներ, սիրելի հայ ազգ, մենք շատ փոքր քանակություն ենք, շատ փոքր քանակություն, եւ եթե այս փոքր քանակության մեջ այրունը խառնվում է, ինքնըստինքյան ազգը դառնում է տարօրինակ,
ազգը դառնում է անառակ, ազգը դառնում է շուն, ազգը դառնում է հետամնաց մտավոր, ազգը դառնում է հոգեբանական խնդիրներով, խելացի եղեք, նման գործողություններ միտք կատարեք, շատ են դիմում մարդիկ, շատ, էլի եմ ասում, անանուն ձևով առանց նկարի, առանց պատկերի, իրենք պատմում են ինձ իրենց հոգեբանական վիճակը, իրենց խնդիրները, կան մարդիկ, ովքեր որ գալիս են նստում, սկսում են խոսել, մակրման գործողություն են կատարում եւ մարդը դուրս է գալիս այդ անեսքի տակից, ինքը կարողանում է ճիշտ ուղղությամբ տանի իր ուղեղը, իր միտքը, իր սեռական նկրտումները, սեռական հագումները, մարդիկ կարողանում են ընտանիք կազմել, բայց կան մարդիկ, որ վախենում են, կան մարդիկ, որ ամաչում են, հենց այս մարդկանց մեջ կա այդ շնացման անեսքը, հենց այդ տղամարդու եւ այդ կնոջ մոտ իրենց երկուսի ազգն է այդ շնական անեսքի տակն է, եթե դուք ուսումնասիրենք, մենք տնենք ուսումնասիրենք, կտեսնենք, որ այդ երկուսի ազգի մեջ կա այդ ամուսնությունները, մոտ ազգակցական ամուսնություններ, մոտ ազգակցական հարաբերություններ։ Շնացման անեսք նաև լինում է այն ժամանակահատվածում, երբ որ գիտեք ինչ չեն ամուսնանում, ուղղակի բռնաբարում են։ Շատ դեպքերում այդ բռնաբարությունները սիրելիներս, երբ որ հայրը, աղջկան, աղբերը, քրոջը, քուրը, եղբոր շատ դեպքերում ի հայտ չի գալիս, մարդիկ փակում են իրենց ազգի մեջ, որպեսզի այդ ամոթը դուրս չգա, բայց այդ գործողությունից արդեն երեխան որ ծնվում է, ինքը արդեն այդ նեգատիվ էներգետիկայի տակ է։ Ուշադրություն դարձրեք, այդ խնդիրները պետք է եւ հոգեբանի մոտենալ, եւ պայծառատեսի, ով որ կարողանա հասկանա որտեղից է գալիս, որպեսզի նման իրավիճակների առաջ չկանգնել, որպեսզի մենք չտեսնենք այդ տեսակ մարդիկ, ովքեր որ խոսալ չեն կարող, համա հոր աչքերի մեջ, համ մոր աչքերի մեջ երևում է այդ ազգի վրայի շան էներգետիկան, դա մենակ իրանց վրա չէ, դա այդ երեխաների վրա է, դա այնքան պետք է իրանց հետ աշխատել, որ այդ երեխաները կարողանան մաքրվել եւ իրենց ազգությունը բոլորն էլ գիտեն, դա անհնարին է, որ իրենց աղբերները, իրենց քուրերը, իրենք նույնպես նման խնդիրներ չունենան, իրենց աչքերի մեջ արդեն այդ շան շնացման անեսքի էներգետիկան երևում է, ուղեղ հասկացողություն, ինձի մտածելու հասկացողություն այդ երկու անձնավորությունի մեջ չկա, իրանք շան են նման, շան էներգիա, դու որ նայում է էքստրասենսը արդեն տեսնում է, թե այնտեղ ինչ է կատարվում, փոքր ազգ ենք, քիչ ազգ ենք, խելացի եղեք, ինչի են ասում պետք է անպայման 7 սերունդ անցնի, որպեսզի նման իրավիճակներ չլինի, հիմա մարդիկ տարերն են լրիվ անաստված, դա աստվածաշունչն է ասում, որ պետք է 7 սերունդ անցնի, բայց մարդիկ իրենց հարստությունը պաշտպանելու համար հորովբոր աղջկան ամուսնացնում են հորովբոր տղայի հետ, որպեսզի իրենց ֆինանսական կարողությունը մնա այդ ազգի մեջ, դա սխալ է, ֆինանսական կարողությունը կպաշտպանեն, բայց իրենց ազգը որակական հատկությունները կկորցնի, շամ պես այդ ազգի տղամարդը կգնի իր ծնողի հետևից, իր աղջկա հետևից, ուշադիր եղեք, խելացի եղեք, դա այնպիսի իրավիճակ չէ, որ դրան մարդը մատների արանքով նայի, մեզ համարում ենք քրիստոնյա, մեզ համարում ենք քրիստոնյա առաջի պետություն, քրիստոնյա առաջի քրիստոնեություն ընդունող պետություն, բայց հենց այդ պատվիրանը, որ մարդը իր քրոջ եղբորեն չպետք է կնի, չպետք է շնանա, դա չենք կատարում, ու մնաց երեխաների հետ։ Եվ այդ տղամարդը, եւ այդ կնոջ ազգը ընկած է շնացման անեծքի տակ, դրա համար էլ այդ իրավիճակը եղել է, դրա համար էլ որ կան մարդիկ, ովքեր որ կրում են, ովքեր որ չեն հասկանում իրենց հետ ինչ է կատարվում, ովքեր որ գալիս են եւ հնարավորություն են ունենում իրենց հետ աշխատել այդ էներգետիկայից մաքրել, մաքուր եղեք,
ինչքան հնարավոր է այդ անասնական գիրկից մաքուր եղել, որպեսզի ձեր ազգը, ձեր երեխաների չգցեք այդ շնասման անեծքի տակ։ Ինչ ասեմ, իրավաբանները իրավապաշտպանները ինչ էլ որ անեն, ճիշտ կանեն օրենքի սահմաններում, բայց այդ մարդիկ իրենք ոչ մի բան չեն հասկանում, իրենց աչքերի մեջ ապուշություն է, եւ այդ տղամարդու եւ այդ կնոջ աչքերի մեջ ապուշություն, իրենք բացարձակապես մարդկային ոչ մի էներգետիկա չունեն, նույնիսկ ափսոս է, որ մարդ իրանց ասի շուն, կա շնասման էներգետիկա։ Այդ երեխաները պետք է այնպիսի հսկողության տակ լինեն, որ եւ հոգեբաններ եւ էքստրասենսներ աշխատեն, որպեսզի իրենք սխալ գործողություններ չկատարեն։ Դա գենետիկորեն, երբ որ մարդը նման գործողություն է կատարում, ինքը դա գենետիկորեն իր սերունդին է փոխանցում։ Այդ տղամարդը, որ դա արել է, ինքը չի հասկանում, որ իր երեխան, իրանից դուրս եկած երեխան իր ծնողի հետ է նման ձև վարվելու, իր երեխայի հետ է վարվելու, չեն հասկանում, որովհետև իրենց ուղեղը փակված է հենց այդ էներգետիկայով, իրենք չեն հասկանում, այդ չարի էներգետիկան այդ մարդկանց տանում է այդ գործողությունների, դա մարդ չեն, ճիշտ է, մարմինը մարդկային է, բայց իրանք այդ նեգատիվ էներգետիկայի մեջ են, դրա համար էլ իրենք ոչ մի բան չեն հասկանում, ոչ մի բան չեն ընդունում, ոչ մի բանից չեն վախենում, որովհետև իրենց մոտ ամեն ինչ փակված իրավիճակ է։ Կան շատ նման մարդիկ, ինձ հազարավոր մարդիկ են գրում եւ կանայք եւ տղամարդիկ, ովքեր որ նման խնդիրներ ունեն, իհարկե առանց նկարի, առանց անունների, հոգեբաններ չկան, որ այդ մարդկանց հետ աշխատեն, ինչքան հնարավոր է, ովքեր որ կարողանում են հասկանալով, որ ես իրենց հետ իմ աշխատանքը, ոչ մեկին ոչ մի բան չեմ պատմում, մաքրվում են եւ մարդիկ կարողանում են իրենց կյանքը դասավորել, կարողանում են ճիշտ սեռական ուղղությամբ գնալ, կարողանում են զույգ կազմել ամուսնանալ, բայց կան մարդիկ, որ ովքեր որ վախենում են եւ դուրս չեն գալիս այդ նեգատիվի տալիս, խորհուրդ են տալիս առանց վախենալու, դիմեք հոգեբանների, դիմեք պայծառատեսների, մաքրվեք այդ շնասման էներգետիկայից, նաեւ այն մարդիկ, ովքեր որ զգում են, որ նման գործողություններ են կատարում, իրենք նույնպես պետք է մաքրվեն, որպեսզի իրենց երեխաները այդ իրավիճակի, այդ իրողության առաջ չկանգնեն։ Այսքանը սիրելիներս, հաջողություն, ստեսություն։